Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հունվարի 15 Որովհետև աղքատն իսպառ չի մոռացվի և մեղքի հույսը հավիտյան չի կորչի Սաղմոս 9-րդ գլուխ 18-րդ խոսք Աղքատությունը ծանր ժառանգություն է, բայց նրանք, ովքեր վստահում են Տիրոջը, հարստանում են հավատքով։ Նրանք գիտեն, որ Աստված չի մոռացել իրենց, և չնայած կարող է թվալ, թե նրանք անտեսված են նրա նախախնամական բարիքների բաշխման մեջ, նրանք սպասում են այն ժամանակին, երբ ամեն ինչ կշտկվի։ Ղազարոսը հավերժ չի պառկի շների մեջ հարուստ մարդու դարպասների մոտ, այլ կստանա իր վարձատրությունը Աբրահամի գրկում։ Նույնիսկ հիմա Տերը հիշում է իր աղքատ, բայց թանկագին որդիներին։ Ես աղքատ եմ և կարիքավոր, բայց Տերը հիշում է ինձ, ասաց մի ծերունի, և այդպես էլ կա։ Բարեպաշտ աղքատները մեծ սպասումներ ունեն։ Նրանք սպասում են, որ Տերը իրենց կապահովի այս կյանքի և աստվածապաշտության համար անհրաժեշտ ամեն ինչով։ Նրանք սպասում են, որ ամեն ինչ կգործի իրենց բարօրության համար։ Նրանք սպասում են ավելի սերտ հաղորդակցության իրենց Տիրոջ հետ, որը գլուխը դնելու տեղ չուներ։ Նրանք սպասում են նրա երկրորդ գալուստին և նրա փառքին մասնակցելուն։ Այս սպասումը չի կարող կորչել, քանի որ այն պահպանվում է Քրիստոս Հիսուսի մեջ, ով հավիտյան ապրում է, և քանի որ նա ապրում է, այն նույնպես կապրի։ Աղքատ սուրբը շատ երգեր է երգում, որոնք հարուստ մեղավորը չի կարող հասկանալ։ Ուստի, երբ այստեղ երկրի վրա սակավ բաժին ունենք, եկեք խորհենք այնտեղ երկնքում գտնվող թագավորական սեղանի մասին։